Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինձ հաճախ հարց են տալիս մարդիկ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ և արդյոք կփորձի կալանավորել ամենայն հայոց կաթողիկոսին կամ ստիպել, որպեսզի նա հրաժարական տա։ Գիտեք, հետևելով Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսների գործողություններին, իհարկե մենք տարբեր տեսակի երբեմն տրամաբանված, երբեմն չտրամաբանված քայլեր ենք տեսնում և շատ հաճախ չեն կարող ասել, չեն կարող հասկանալ, թե նրա հաջորդ քայլը որն է լինելու։ Բայց երբ որ նայում ենք գլոբալ առումով նրա գործողություններին, հասկանում ենք, անձամբ ես իմ սուբյեկտիվ կարծիքն է, իմ մոտեցումը այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին էլ չի ձգտում այնպես անել, որ առաջիկա ամիսներին Գարեգին II-ը չլինի հայոց կաթողիկոս։ Ինչու եմ այդպես կարծում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով հայկական պետականության և հայ ազգի դավաճան է, դա բոլորս հասկանում ենք, բայց նրա քարոզչական գործողությունները այնպիսիք են, որ նա ստեղծում է մի իրավիճակ, երբ որ ինքը պաշտպանվողից վերածվել է հարձակվողի, քարոզչական առումով եմ ասում։ Այսինքն հայ ժողովուրդը, հայկական քաղաքական, հոգևոր, ազգային, մշակութային կառույցները փոխանակ Նիկոլ Փաշինյանին շարունակեն մեղադրել Արցախը հանձնելու, հայկական մշակութային հարստությունները թշնամուն հանձնելու, արցախցիների նկատմամբ այդպիսի հանցանքներ գործելու, Սյունիքը փաստացի թշնամու համար խոցելի դարձնելու և բազմաթիվ հանցավոր գործունեության մեջ, փոխանակ մեր ազգային կառույցները, ընդդիմությունը և մնացած բոլոր կառույցները Նիկոլ Փաշինյանին սրա մեջ մեղադրեն և Նիկոլ Փաշինյանը փորձի պաշտպանվել, մեկ այլ բան է տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը հարձակվում է և նշածս ազգային կառույցները, այդ թվում եկեղեցին և այլն, իրենք են պաշտպանվում։ Տեսնում եք, չէ՞, պաշտպանվում են, արդեն փորձում են այնպես անել, վայ, այս կուսակցությունը չփակի Նիկոլը, վայ, այս մարդկանց չբռնի, վայ, եկեղեցին չփակի, վայ, կաթողիկոսին չբռնի և այլն։ Ստացվում է, մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խաղ է խաղում, սա իմ կարծիքն է։ Եվ կարծում եմ Նիկոլ Փաշինյանը այս խաղը շարունակելու է մինչև ընտրություններ, որպեսզի ինքը դևից, հրեշից վերածվի ժողովրդի համար հարձակվող մի կերպարի։ Իսկ որպես կանոն ժողովուրդները, քանի որ մտածում են էմոցիաներով, ժողովուրդները ընդունում են, ենթագիտակցաբար հարգում են, սիրում են ուժեղներին։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ժողովրդի մոտ ձևավորել ուժեղի կերպար, որը մշտապես հարձակվում է, ոչ թե պաշտպանվում։ Եվ այս պայմաններում, սիրելի հայրենակիցներ, ինչ պետք է անեն ազգային ուժերը, ազգային եկեղեցին, ազգային քաղաքական ուժերը, ժողովրդի ազգային հատվածը։ Նախ պետք է մենք կարողանանք ի վերջո արձագանքողից վերածվել հարձակվողի, քաղաքական հարձակվողի մասին է խոսքը։ Այսինքն շատ կարևոր է, որ փոխանակ մենք Նիկոլ Փաշինյանի քայլերին, նախաձեռնություններին արձագանքենք, մենք սկսենք մեր քայլերն անել և Նիկոլ Փաշինյանը սկսի մեզ արձագանքել։ Սա շատ կարևոր է։ Եվ կարևոր է այստեղ ունենալ պլան B, պլան C, պլան D, տարբեր պլաններ։ Եթե Նիկոլ Փաշինյանը պայմանական ասենք հանկարծ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին կալանավորի, ապա ինչ է տեղի ունենալու։ Դրանով Նիկոլ Փաշինյանը ինքը իրեն մեծագույն հարված կհասցնի։ Հետևաբար, քիչ հավանական է, որ նա կկալանավորի կաթողիկոսին։ Բայց եթե կալանավորի, ապա մենք ինչ պիտի անենք։ Պիտի շարունակենք պայքարը։ Պիտի ավելի մեծացնենք պայքարը և հարվածների սլաքը ուղղենք կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դավաճանական և թուրքամետ քաղաքականության վրա։ Այստեղ ինքը սկսելու է պաշտպանվել, երբ ինքը հանկարծ կաթողիկոսին կալանավորի։ Իսկ եթե չկալանավորի, ապա ինչ պետք է անենք։ Եթե չկալանավորի, ապա Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր հարձակումները եկեղեցու վրա, բայց հարձակումները ոչ մինչև վերջ։ Եվ այստեղ իր համար գործիք են օգտագործվում իր նախարարները, իր ոստիկանները, այն մարդիկ, որոնք հիմարաբար կարծում են, թե սա եկեղեցու, օրինակ կաթողիկոսի դեմ է, իրենք էլ չեն սիրում կաթողիկոսին, գնում վայրահաչում հետ են գալիս։ Ամենևին Նիկոլ Փաշինյանը այս մարդկանց օգտագործում է որպես մեկ անգամյա կամ բազմակի օգտագործման գործիք։ Ընկերս Վարե Սարգսյանն օրինակ ասում էր ինչ-որ ճկվող, ինչ-որ առարկաների հետ էր համեմատում, դուք հասկանում եք։ Հիմա
Եթե չկալանավորի կաթողիկոսին, ապա շարունակելու է նույն գործողությունները, այսինքն շարունակելու է գնալ պատարակների եւ այլն ստիպել, որպեսի զեղչեն կաթողիկոսի անունը, եւ մենք էլ բոլորս պիտի գնանք դրա հետևից եւ գոռանք Նիկոլ, չգիտեմ, մի արա, այսինքն նորից պաշտպանողական։ Ոչ, սիրելի հայրենակիցներ, պետք է սեփական օրակարգով։ Ես ունեմ այդպիսի ծրագրեր։ Ցավում եմ, որ դեռևս քաղաքական շատ ուժեր դա չեն հասկանում եւ փորձում են այսպես գնալ Նիկոլի օրակարգով շարժվել։ Հույս ունեմ, որ գոնե հունվարից իրական ազգային ուժերը, ընդդիմադիր ուժերը իրենց օրակարգով կգնան, ոչ թե կսպասարկեն Նիկոլի օրակարգը։ Եթե ուշադրություն դարձնեք, Նիկոլի բոլոր գործողությունները միտված են նրան, որ իր մասին խոսեն, ոչ թե ուրիշների մասին խոսեն։ Այնպես պիտի անենք, որ մեր մասին խոսեն եւ հասարակությունը, ժողովուրդը տեսնի, որ այստեղ Նիկոլը չի թելադրողը, այստեղ ընդդիմադիր ուժերն են թելադրողը։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, կրկնում եմ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա կաթողիկոսին կալանավորելու ճանապարհով, բայց եթե գնա, օրինակ, եթե դեկտեմբերի 28-ին ինքը արշավի Մայրաթոռի դեմ, ապա մենք պիտի պատրաստ լինենք Մայրաթոռը եւս մեկ անգամ պաշտպանելու, բայց չմոռանալով, որ ոչ միայն պիտի պաշտպանենք Մայրաթոռը, այլև պիտի քաղաքական, քարոզչական, մշակութային հարցակումներ, շեշտում եմ, չկտրել հանկարծ այս հատվածը, ոչ թե ֆիզիկական, այլ գաղափարախոսական, քաղաքական տիպի նախահարցակ քայլեր անել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այստեղ մենք կհաղթենք։ Գնացինք առաջ։